Հետպատերազմյան ծանր պայմաններ, խորհրդային սահմանափակումներ ու հայրենիք վերադառնալու մեծ սպասում։ Հայաստանի պատմության թանգարանը առաջին անգամ մեծ ծավալով ներկայացնում է 1946-ից 49 թվականներին հայրենադարձված ընտանիքների մասնավոր արխիվները։ Մեծ հայրենադարձության 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվել է Ֆակտում փաստագրական կենտրոնի հետ գործակցությամբ։ Շատ հարուստ է նախ արխիվային փաստաթղթերով, հարուստ է նաև կան բնօրինակ լուսանկարներ, ինչպես նաև պատմություններ, որոնք իրոք կարող են հետաքրքրել յուրաքանչյուր հայրենադարձի եւ ինչու՞ չէ նաև յուրաքանչյուր հայի։ Ցուցահանդեսը բաղկացած է 4 թեմատիկ բաժիններից՝ հույս եւ սպասում, դեպի հայրենիք, կյանքը Հայաստանում, բռնաճնշումներ եւ աքսոր, որոնք ներկայացնում են շուրջ 90,000 հայրենադարձի այդ տարիների հույզերն ու տրամադրությունները։ Քանի որ այս թեման տարիներ շարունակ անտեսված էր եղել, խորհրդային տարիներին կարելի է ասել ինչ-ինչ պատճառներով նաև փակ էր եղել։ Մարդիկ համարում էին, որ հանիրավի իրենց պատմությունները մոռացված են եւ շատ մեծ պատրաստակամությամբ էին մեզ դիմավորում։ Հայրենադարձների պատմությունների ուսումնասիրությունը նախագծի ղեկավարը սկսել է 2011-ին Միացյալ Նահանգներում։ Պատմում է, ամեն ինչ սկսվեց մեկ հեռախոսազանգից։ Շատ երկար դադար եղավ հեռախոսի մեջ։ Հետո ես մտածեցի անջատվեց երևի հեռախոսը։ Մեկ էլ մի քիչ հետո այդ մարդը ասեց՝ ուր ես։ 50 տարի քեզի կսպասեմ։ Մարդիկ ուզում էին, որ իրենց պատմությունները դուրս գա ու ինչ որ ձևով միահյուսվի մեր ընդհանուր պատմությանը։ Պասկևիչյանը առանձնացնում է Աշոտ Օհանյանի պատմությունը, որը ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել Եգիպտոսից։ Եգիպտոսում մեր եկեղեցու թեմի առաջնորդը ասել է Աշոտ մի գնա, դու չգիտես ուր ես գնում, եւ ինքը մոտավորապես շատ կոպիտ է հոգեվորականին հրել է մի կողմ, ասել է դու դաշնակցական ես, դու դավաճան ես, ես գնում եմ իմ հայրենիք, իմ երեխաները այնտեղ դիմեցանան։ Հայաստան բաց դուր ցուցադրությունը պատմության թանգարանում բաց կլինի մինչև սեպտեմբերի 2-ը։ Այցելուները դեռ ժամանակ ունեն գալու, տեսնելու եւ վերապրելու ժամանակի իրականությունը։ Հասմիկ Պողոսյան, Էդգար Դավթյան, լուրերի համար։